Եկեք պաշտենք թագավորի որ իշխում է մեր սրտերի Էմանուել Աստված մեզ հետ Պաշտելի է Հիսուս մեր Տեր Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք ու բադիվ Հիսուսին Երգում ենք Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք ու բադիվ Հիսուսին Իշխան է նա Հավատության Արդարության Ճշմարտության Ծնվել է նա Հիմա սուրում Թող ծնվի նա Մեր սրտերում Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք ու բադիվ Հիսուսին Երգում ենք Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք ու բադիվ Հիսուսին Երգում Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք ու բադիվ Հիսուսին Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք ու բադիվ Հիսուսին Տեր Աստված ամենակալ հռչակում է, ես եմ Տերը, իմ փառքս ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ պատիվս կուռքերին, սա շատ լուրջ խոսք է, երկինք Աստծո փառքն է պատմում և երկնքի հաստատությունը նրա ձեռքերի գործն է ցույց տալիս, Սաղմոս 19:1 Աստված իր փառքի մեջ է Եղավ մի դեպք չգիտենք երբ սակայն Աստծո փառքին ոտնձգություն եղավ մի ստեղծված իր սրտի մեջ խորեց երկինք ելնեմ եւ աթոռս Աստծո աստղերից վեր բարձրացնեմ եւ այդ աննազանդության, այդ ապստամբության, այդ հպարտության համար պատիժը չուշացավ։ Նա Աստծո ներկայությունից դուրս վռնդվեց եւ այդ մեծ հրեշտակապետը կոչվեց Սատանա։ Որից հետո նա սկսեց իր լայնածավալ գործունեությունը։ Ինչ պիտի աներ, պիտի գար նոր ստեղծվածներին խաբեր։ Մարդը ստեղծվեց Աստծո փառքի համար, Աստծո պատկերի եւ նմանության պես, բայց Սատանայից խաբվեց։ Որից հետո Սատանան ավելի առաջ գնաց իր գործունեության մեջ, որն է նպատակը մարդուն Աստծուց հեռացնել։ Դրա համար ինչ էր պետք անել, մարդու անձը բարձրացնել, գովասանք, փառաբանություն, փառավորում։ Ահա Սատանայի նպատակը, այս ձևով է նա աշխատում մարդկանց հետ։ Գրված է, որ ամենքը մեղ գործեցին եւ Աստծո փառքից պակսեցին։
Ադամը, Եվան, սերունդները միջև այսօր, ինչ է նշանակում Աստծո փառքից պակսել, նշանակում է, որ այդ փառք ունեն, բայց մի փոքր պակաս է, Աստծո փառքից ընկան, ընդհանրապես ընկան։ Աշխարհի համար սիրելիներ, սա ամենափափագելի ճանապարհն է, փառավորվել, մարդկային փառք ունենալ։ Եվ Աստծո խոսքը ասում է, դա Հռոմեացիս 1:23 համարն է, ամենքը մեղ գործեցին եւ Աստծո փառքից պակսեցին։ Իրենք իմաստուն են ասեցին եւ հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին մարդու եւ կենդանիների փառքի հետ։ Այն ազնվորությունը, որ այս կյանքի մեջ փառքի է հասած, ամենապատվական մարդն է։ Եվ հորջորջվում եւ թմբկահարվում են այդ ազնվորության արժանինքները, կատարած գործերը, այնպես որ ինքը իր անձի մեջ փառավորվում է։ Եվ այս երևույթը կա բոլոր բնագավառներում։ Մանավանդ շատ տեսանելի եւ շոշափելի է արվեստի եւ սպորտի բնագավառում։ Այսինչ երգիչը, այսինչ դերասանը կամ սպորտսմենը եւ նրան հետևող երկրպագուներ։ Դուք հասկանում եք այս բառը։ Երկրպագել, երկրպագու լինել նշանակում է այդ անձնավորության առջև երկիրը համբուրել։ Այլ կերպ ասած, պաշտել այդ անձնավորությանը։ Դե եթե մեկ այդքան հետևորդներ երկրպագուներ ունենա, նրա անձը ինչ պիտի լինի։ Իր մեջ այդ անձը չեմպիոն է դարձած։ Ծավալված է կատաղի մրցակցություն, փառքի հասնելու համար։ Մարդու եսը ուզում է փառավորվի։ Հին մարդուն սա բնորոշ մի բան է։ Մի հայտնի երգ կա, չէ՞, բոլորդ գիտեք։ Չկա քիզի նման, քիզ նման, դույն ես աննման։ Դե եթե մեկին այդպես ասես, ինչ պիտի լինի, դու ես աննման։ Եվ սրա վերջավորությունը ինչ է, միջև ուր պիտի գնա, Փիլիպեցիս 3:19 համար։ Նրանց վերջը կորուստ է, որոնց Աստվածը իրենց որովայնն է, այսինքն ստամոքսը, ու նրանց փառքը իրենց ամոթն է, որոնք միայն երկրավոր բաների վրա են մտածում։ Մարդ արարածը ստեղծված է Աստծո փառքի համար, որ այդ փառքը արտացոլի, այդ փառքը տա Տիրոջը, սակայն մարդը իր փառքի ետևն է եւ Աստծո փառքը զանց է արված։ Սակայն դրանով Աստծո փառքը խափանվեց։ Ոչ։ Աստված իր փառքի մեջ է եւ այդ փառքը ամենուրեք է։ Ահա թե ինչպես այդ փառքը տեսավ Եսայի մարգարեն, որ 6-րդ գլխում հետևյալն է գրում։ Եսայի 6-րդ գլուխ առաջի 3 համարները։ Ոզիա թագավորի մահվան տարին Տերը տեսա, որ բարձր ու վերացած աթոռի վրա նստած էր։ Նրա քղանցքը տաճարը կլեցներ, վերի կողմը սերով բեները կկենային անոր առջև, որոնց ամեն մեկը 6 թև ուներ։ Երկուսով երեսնին կծածկեին, երկուսով ոտքերնին կծածկեին եւ երկուսով կթրջեին։ Եվ փոփոխակի կաղաղակեին ու կսեին. Սուրբ, 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 Սուրբ է զորքերի Տերը, բոլոր երկիրը նրա փառքով լեցուն է։ Այս ասացների տրամաբանական շարունակությունը գտնում ենք Հայտնության 4 գլխում եւ կարդում ենք հետեւյալը։ Հայտնություն 4 գլուխ 8-ից 10 համարները։ 4 կենդանիներից յուրաքանչյուրը շրջանակի 6 թև ուներ եւ ներսեն աչքերով լեցուն ու չէին հանգչեր ոչ ցորեկ եւ ոչ էլ գիշերը սելով Սուրբ, Սուրբ, Սուրբ Տեր ամենակալ, որ է եւ որ պիտի գա։ Երբ այն կենդանիները փառք ու պատիվ եւ գոհություն կուտային աթոռի վրա նստողին, որ կենդանի է հավիտյանս հավիտենից, 24 երեցները աթոռի առջև կինային ու երկրպագություն կնեին հավիտյանս հավիտենից կենդանի եղողին։ Իրենց պսակների աթոռի առջև կձգեին ասելով. արժանի ես Տեր, փառք ու պատիվ եւ զորություն առնելու, վասնզի ամեն բան դու ստեղծեցիր եւ քու կամքովդ եղան
եւ ստեղծվեցան։ Դուք կարծում եք մեր հավիտենականությունը ինչպես պիտի անցնի։ Սուրբ, սուրբ, սուրբ ես ով Տեր ամենակալ։ Արժանի ես փառք ու պատիվ առնելու հավիտյանս հավիտենից։ Լավ, բնորոշենք ինչ է փառքը։ Մի ամբողջ ժամ փառքի մասին պիտի խոսենք, բայց չբնորոշենք արդյոք։ Փառքը դա ներքին իրողության արտաքին դրսևորումը կամ արտահայտությունն է։ Ներքին իրողության արտաքին դրսևորումը կամ արտացոլումը։ Նաև անգլերենով ասենք երիտասարդների համար, glory is an outward manifestation of inward reality։ Եվ այդպես Աստծո փառքը հայտնվում է։ Շատ կերպերով այդ փառքը հայտնվեց, Աստվածաշնչի էջերի վրա մենք տեսնում ենք այդ բանը։ Գնանք Ելից գիրքը Book of Exodus 24-րդ գլուխը Եվ պիտի կարդանք 16-17 համարները։ Տիրոջ փառքը Սինա լեռան վրա հանգչեցավ։ Ամպը պատեց Զանիկա 6 օր եւ 7-րդ օրը Տեր ամպի միջից կանչեց Մովսեսը։ Տիրոջ փառավոր տեսիլքը լեռան գագաթի վրա մաշող կրակի պես էր Իսրայելի որդիների առջև։ Ինչպես հայտնվեց այդ փառքը մաշող կրակի պես։ Հաջորդը Աստված պատվիրեց, որպեսզի անապատի խորանը պատրաստեն եւ մասնագետներ հանեցին, մարդիկ, որոնք շատ ջանք դրեցին Աստծո ուզածի, պատվիրածի պես խորանը կանգնեցրեցին։ Եվ մենք կարդում ենք Ելից 40-րդ գլուխ 34-35 համարները։ Ամպը ծածկեց վկայության վրանը եւ Տիրոջ փառքը լեցուց խորանը։ Մովսես չէր կրնար մտնել վկայության վրանը, վասնզի ամպը անոր վրա կկենար ու Տիրոջ փառքը լեցրել էր այդ խորանը։ Ինչպես հայտնվեց Տիրոջ փառքը ամպի միջոցով, ուրեմն կրակի եւ ամպի միջոցով Աստված երբ որ իր ժողովրդին Եգիպտոսի գերությունից հանեց անապատային այդ շրջանը, ինչպես էր նրանց առաջնորդում։ Գիշերը կրակի սյունով, ցերեկը ամպի սյունով, հովանի լինելով։ Հետագային երբ որ տաճարը պատրաստվեց, քահանապետը տային մեկ անգամ մտնում էր սրբություն սրբոցը եւ Աստծո ներկայությունը ամպի խիտ ամպի պես այնտեղ կար։ Ահա թե Աստծո փառքը ինչպես էր հայտնվում։ Այդ փառքը եբրայերեն կոչվում է Շեքինայի փառք։ Մենք բառերով դա չենք կարող բացատրել, որովհետև դրա փորձառությունը չենք ունեցել։ Սակայն Աստծո խոսքի օրինակների միջոցով մենք կարող ենք պատկերացում կազմել։ Օրինակ, Մովսես Սինա լեռից իջավ եւ կարդում ենք Ելից 34-րդ գլխի 29-30 համարներում։ Մովսեսի երեսի մորթը լուսափայլ էր եւ ինքը չգիտեր։ Աստծո փառքի արտացոլումը Մովսեսի երեսի վրա։ Բայց ամենասքանչելին, որ այդ փառքը մարմին առավ ու երկիր եկավ եւ այդ միածինին տեսանք Աստծո փառքը իր վրա, կարդում ենք Եբրայեցիս առաջի գլուխ առաջի 3 համարները։ Շատ ձևերով եւ շատ կերպերով կանխավ Աստված հայրերու հետ խոսեց մարգարեներով այս վերջին օրերս իր որդիով խոսեց, որ ամեն բանի ժառանգոր տարավ, որով աշխարհս էլ ստեղծեց։ Նա, այսինքն Հիսուս, իր փառքի լույսն է եւ իր էության բուն պատկերը։ Նա իր զորության խոսքով ամեն բան կբռնե։ Հիսուս հոր փառքի լույսն է, մարմնով հայտնված։ Մի քիչ խորանանք սրա մեջ։ Խորանանք, չէ՞։ Եկեք տեղափոխվենք Կողոսացիս առաջի գլուխը,
Կողոսացիս առաջի գլուխ 14-15 համարները։ Որով մենք փրկություն ունենք իր արյունով, Տեր Հիսուսի արյունով մենք փրկություն ունենք, այսինքն մեղքի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է, բոլոր ստեղծվածների անդրանիկը, այլ կերպ ասած, նոր ստեղծագործության գլուխը։ Բայց այստեղ մի բառ գործածվեց, պատկերն է։ Ուրեմն աներևույթ Աստծո պատկերը։ Թերևս հայերեն բառը մեզ շատ բան չի հուշում։ Բայց եթե մենք գնանք բնագրին, icon, ռուսերենով իկոնա, հայերենով առաջնապատկեր, անգլերենով prototype, մեզ շատ բան է հուշում։ Հոր Աստծու փառքի արտացոլումն է Քրիստոսը, որ մարմնով հայտնված է մեր փրկության համար։ Եվ այդ փառքերի Տերը, երբ որ եկի վրա եկավ, ինչպես ապրեց, փառքի մեջ, փառք փնտրելով, փառավորվելով, ոչ, ծառայի կերպարանք առավ, մարդոց նման լինելով, եւ իր փառքը չփնտրեց, հոր փառքը փնտրեց, թեև այդպես նա ապրեց, եկի վրա, որտեղ փրկության գործը պիտի կատարեր, բայց իր փառքը իր հետ էր, եւ մենք մի շարք պարագաներում տեսնում ենք այդ փառքը։ Նախ Տեր Հիսուս Հովանու 5:41-ում ասում է. Ես մարդկանցից փառք չեմ սպասում։ Ապա մենք եթե տեղափոխվենք այն պատկերը, որ Մատթեոս 17-րդ գլխի մեջ գրված է, Տեր Հիսուս, երբ որ իր աշակերտների հետ այլակերպության լեռը բարձրացավ, այնտեղ Մովսեսը եւ Եղիան հայտնվեցին եւ Հիսուս նրանց մեջ պայծառակերպվեց։ Այնպես որ նրա երեսը փայլեց արեգակի պես եւ իր հանդերձները ճերմակացան լույսի պես։ Աստծո փառքը Տեր Հիսուս Քրիստոսի վրա հայտնվեց։ Սա երկրորդ գալստյան նախապատկերն էր։ Եվ Պետրոս առաքյալը, որ ականատեսն էր եղել այդ իրողությանը, իր երկրորդ նամակում այդ մասին գրում է։ Կարդանք. Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 16-17 համարները։ Որովհետև ոչ թե մենք վարդապետությամբ շինված առասպելների ետևից երթալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը ձեզի ցուցուցինք, հապա նոր մեծափառությանը ականատես եղանք։ Նրա վեհափառությանը ականատես եղանք։ Վասնզի ինքը հոր Աստծմե փառք ու պատիվ առավ, եւ այն մեծավայելչության փառքեն այսպիսի ձայն մը եկավ, թե դա է իմ սիրելի որդիս, ում որ հավանել եմ։ Քանի որ ծառայի կերպարանք առավ եւ աշխարհ եկավ փրկության գործի համար, հայրը փառավորեց որդուն եւ երկնքից եկած ձայնը. սա է իմ սիրելի որդին, ում որ հավանել եմ։ Տեր Հիսուսի ծննդյան ժամանակ այսպիսի մի դեպք տեղի ունեցավ, հովիվները դաշտում իրենց հոտին պահպանություն էին անում։ Եվ հանկարծ գրված է, դա Ղուկասու առաջի գլուխ 9-րդ համարն է, Տիրոջ փառքը նրանց բոլորտիքը ծագեց եւ խիստ վախեցան։ Լավ, ինչ էր այդ փառքը։ Հա? Ինչ էր։ Ինչ եք կարծում։ Շատ վախեցան այդ փառքից։ Շատերի կարծիքը լույս է։ Բնագրին գնանք, հունական բնագիրը ասում է դոխա, շլացնող լույս, ոչ սովորական, շլացնող լույս։ Աստծո փառքը հին ուխտի մեջ եբրայերենով ներկայանում է քաբոտ այս բառով եւ ուրիշ բառեր էլ է գործածված տարբեր իրավիճակների համար։ Բայց նոր կտակարանում միայն դոխա բառը, որ նշանակում է շլացնող լույս։ Ուրեմն այդ հովիվների շուրջ բոլորը շլացնող լույս եղավ։ Այդպիսի մի փորձառություն ունեցավ Պողոս առաքյալը, երբ որ ինքը դեռ սավուղ էր եւ քրիստոնյաներին հալածում էր Դամասկոսի ճանապարհին, այդ շլացնող լույսը
հայտնվեց եւ բոլոր այդտեղ գտնվողները ոչ միայն վախեցան, այլ նաեւ կուրացան։ Աստծո փառքը հայտնվեց։ Իդեպ Սուրբ գրքում 400-ից ավելի անգամ գրված է Աստծո փառքի մասին։ Հովհաննես առաքյալը մի յուրատեսակ, յունիկ փորձառություն ունեցավ։ Այդ մասին կարդում ենք Հայտնության առաջի գլխում, Հայտնություն առաջի գլուխ 12-ից 18 համարները։ Եվ դարձա այն ձայնին կողմը տեսնելու, թե ով է ինձ հետ խոսողը։ Եվ դարձա 7 ոսկեղեն աշտանակներ տեսա, եւ 7 աշտանակներու մեջ են մեկը որդի մարդու նման, պճշնավոր պատմության մը հագած ու կուրծքի վրա ոսկե գոտի մը կապած։ Իր գլուխը եւ մազերը բուրդի ու ձյունի պես ջերմակ էին, եւ իր աչքերը կրակի բոցի պես, իր ոտքերը ոսկե պղնձի նման, որպես թե հնոցի մեջ կրակ դարձած, եւ իր ձայնը շատ ջուրերի ձայնի պես, եւ իր աջ ձեռքի մեջ 7 աստղ ուներ, եւ իր բերնենց սրած եկբերան սուրմը կելեր, եւ իր երեսը արևու պես էր, որ իր զորությունով կփայլի։ Եվ տեսա զանիկա իր ոտքն կա մեռելի պես եւ իր աջ ձեռքին վրաց դրավ ու սավ ինձի. մի վախեցիր, ես եմ առաջինն ու վերջինը, ես կենթանի եմ եւ ես նա եմ, որ մեռա եւ ահա կենթանի եմ հավիտյանս հավիտենից եւ ես ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։ Այսինչ փառք էր։ Հովհաննես առաքյալը տեսավ այդ փառքը, մեռելին նման գետին ընկավ։ Համատությունը Տեր Հիսուսի հարությունից առաջ ծառայի կերպարանքով իրենց եղբայրն էր, սակայն այստեղ Աստծո փառքով ներկայացավ Տեր Հիսուս Քրիստոս։ Տեր Հիսուս փարիսեցիներին այսպես ասեց, Հովաննու 5-րդ գլուխ 44 համար. Դուք ինչպես կարող եք հավատալ, երբ իրարից փառք եք ակնկալում, եւ այն փառքը, որ Աստծուց է, չեք փնտրում։ Այլ կերպ ասած, Հիսուս նրանց ասաց. դուք Աստծո փառքի գողերն եք։ Միակ փառքը, որ Աստծուն պիտի տրվի, իրար եք տալիս, իրար գովաբանում եւ փառաբանում եք։ Աստված շատ խիստ է իր փառքի հանդեպ եւ իր փառքը որևէ մեկին չի տա։ Եվս մի երկու օրինակներ Աստծո խոսքից բերենք, Նաբուգոդոնոսոր մեծ թագավորը մարդկային չափանիշներով մեծ փառքի ասած, հսկայական տերիտորիաներ գրաված, մեծ թագավոր, եւ հանկարծ մի օր այսպես ասաց. սա չէ այն Բաբելոնը, որ ես իմ մեծությանս փառքի համար ստեղծեցի եւ պատիժը չուշացավ։ Աստված նրան հարվածեց, դաշտի խոտակեր անասուն դարձավ։ Մի ուրիշ պարագային Գործք առաքելոց 12-րդ գլխում է դա գրված, Հերովդես թագավորը իր հանդերձները հագած եւ թագավորական շուկով եւ հավաքված հսկա բազմություն ատենաբանություն է անում։ Գիտեք ատենաբանությունը ինչ է? Oration անգլերենով կամ հրապարակային ճառ։ Եվ 22-23 համարներում գրված է. ժողովուրդը հետևյալ ասեց. սա Աստծո ձայնն է եւ ոչ թե մարդու։ Իսկույն Աստծո հրեշտակը նրան հարվածեց եւ որտնալից մեռավ Աստծուն փառք չտալու համար։ Որտների մեջ մեռավ, որտնալից եղավ։ Որտեւ փառքը իր վրա վերցրեց եւ Աստծուն չտվեց։ Թերևս ոմանք հարցնեն, բայց այսօր այնքան մարդիկ կան, որ այդ փառքը իրենց վրա են վերցրել։ Գիտեք, Աստված անցյալին եւ ներկայիս իր գործելակերպը տարբեր է։ Նորուղտի շրջանին այդպես չէ, Աստված շատ երկայնամիտ է, սակայն իր պատիժը անպայման պիտի բերի, եթե ոչ այս կյանքի մեջ, այն դատաստանը, որ Տերը պիտի անի, այս ամեն բաները պիտի քննվեն։ Այնպես որ թող բոլորը մտածեն, նրանք, ովքեր որ իրենց անձերը փառավորում են եւ փառք են իրենց վրա վերցնում։ Հովաննու 12-րդ գլուխ 42-43 համարներ։ Իշխաններից շատերը իրեն հավատացին, բայց
Փարիսեցիներից վախենալով չէին դավանում, որպեսզի ժողովարանից դուրս չնետվեն։ Եթե բացահայտորեն ասեն, որ հավատում ենք Հիսուսին, իրենց ժողովարանից դուրս պիտի նետեին, իրենց փառքից պիտի զրկվեին։ Իրենք նախընտրեցին իրենց փառքի մեջ մնան, քանց թե Հիսուսին հետևեն։ Չես կարող երկու փառքի ետևից գնալ, որտեղ սրանք անհամատեղելի են։ Կամ մարդկային փառքը վրատ պիտի առնես, կամ Աստծո փառքը պիտի պահես։ Աստված սիրելիներ, իր փառքի պահանջատերն է, Աստված պահանջում է։ Ոչ միայն իր փառքը ուրիշին չի տա, այլ նաև այդ փառքը ուրիշի հետ չի բաժնեկցում, անգամ մի աննշան չափով։ Չի բաժնեկցում։ Կորինթոսում այդպիսի մի բան կար, փառքը բաժին էին արել։ Ոմանք Պողոսի կողմը, ոմանք Ապողոս, ոմանք Կեփաս, մյուսներն էլ ասում են մենք Քրիստոսի հետևից ենք գնում։ Եվ Պողոս ասում է, ով ձեզ համար խաչ է լավ, այդ ում ետևից եք գնում։ Ճշմարտությունը բացահայտելը արդյոք համարվում է դատել, հա? Ոչ չէ։ Ի պաշտոնե պարտավոր եմ, որ ձեզ ճիշտը ստից, իրականը կեղծից ներկայացնել։ Եվ նաև նրանց, ովքեր որ ոչխարի մորթիով գայլեր են։ Գիտեք, մի անձնավորություն կա, որ Աստծո փառքի զգալի գողն է, հափշտակողն է։ Այս անձնավորությունը, երբ որ բեմ է ելնում, իր աճպարարությունը և հիպնոսը անելու, երգը հետևյալն է. How great you are, ինչ մեծ ես դու, և այն վերագրվում է իր անձին։ Այս մարդու անունը հրաշագործ Բեննի է, գիտեք չէ այս անձնավորությանը։ Երբ որ այս ճշմարտությունը խոսում ենք, ոմանք ջղաձգվում են, ասելով, որ մի դատեք, ճշմարտություն խոսելը դատել է, մարդկանց զգուշացնելը, որպեսզի այդպիսի հետևից չգնան, սա դատել է, ոչ, ասել ենք և պիտի ասենք, և պիտի բացահայտենք, հա, այս ինչ էր արավ, այս ինչ հրաշքներ եղավ, Կաշպիրովսկին էլ ժամանակին մեծ հաջողությունների հասավ, հիպնոզների միջոցով։ Մենք հավատացյալները սիրելիներ պարտավոր ենք Աստծո փառքը փնտրել, Աստծո փառքը։ Տեսեք համարներ բերեմ ձեզ, Առաջի Կորինթացիս 3-ի ներողություն, Առաջի Կորինթացիս 10:31։ Ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Եվ գրված է, ինչ որ անենք, թե ուտենք, թե խմենք, ամեն բան Աստծո փառքի համար լինի։ Երկրորդ Կորինթացիս 4:15 ձեր շնորհքը ավելանա Աստծո փառքի համար։ Երկրորդ Կորինթացիս 8:19 կծառայենք Տիրոջ փառքին։ Բայց որպեսզի կարողանանք Տիրոջ փառքին ծառայել, Տիրոջ փառքի համար ապրել, անհրաժեշտ է մի կարևոր բան, որպեսզի մեր անձերը խոնարեն, մեր անձերի փառքից մերկանանք։ Տեր Հիսուս մեծագույն օրինակը մեզ թողեց։ Ինքը Աստված լինելով հափշտակություն չսեպեց, Աստծուն հավասար լինել, անձունայնացրեց, ծառայի կերպարանք առավ, երկրի վրա գալով եւ անարգ մահվան խաչը հանձառավ, եւ սրա համար էլ Հայրը նրան խիստ բարձրացրեց եւ նրան մի անուն տվեց, որ ամեն անունից վեր է, որ Հիսուսի անվանը ծունկ ծռեն, թե երկրավորները, թե երկնավորները, թե սանդալամատականները, ամեն լեզու դավանի, որ Հիսուս Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Հովհաննես Մկրտիչը ասաց. ես պիտի փոքրանամ եւ ինքը պիտի մեծանա։ Իսկ մեր անձերը ամեն մեկս քննենք։ Մենք փոքրանում ենք, թե մեծանում ենք։ Մեր հին մարդը գործառությունից դուրս պիտի գա, որ Քրիստոս փառավորվի մեր կյանքերի մեջ, Սուրբ Հոգին տիրապետի մեր կյանքերին։
Պողոս առաքյալ 2-րդ Թեսաղոնիկեցիս 2-րդ գլուխ 6 համարում գրում է. Մարդկանցից փառք չփնտրեցինք, Տերը քեզ մեծապես օրհնել է Պողոս եղբայր։ Ուրեմն վտանգը կայանում է մարդկանցից փառք փնտրելու մեջ։ Աստծո դաշտը շատ լայն է, Աստծո դաշտի մեջ շատեր ծառայություններ են անում։ Անհրաժեշտ է այդ ծառայությունը խոնարհ սրտով կատարվի։ Եվ փառավորվելու առաջին նախապայմանը գովասանքներն է։ Երբ որ մարդուն սկսում են գովել, մեր հին մարդը Ադամը ակնկալում է գովասանք, սիրում է գովել, անձը շոյվում է։ Երբ որ դրա առաջը չառնվի, չդադարեցվի, Սատանան լցվում է իր գործին եւ սկսում է այդ մարդու սրտի մեջ հպարտության սերմը տնկել։ Ապա այդտեղ չի կանգնում։ Սկսում է այդ սերմը աճեցնել մեծ ծառ դարձնելու համար։ Եվ կգա մի պարագա, որ այդ մարդը կմտածի, որ եթե ես չլինեմ, քրիստոնեությունը չի լինի։ Հաճախ մարդը իր վրա մեծ կարծիք չունի, սակայն գովասանքները ստեղծում են այդ կարծիքը։ Մարդը անգամ ինքը զարմանում է։ Կարող է այդպես էլ կա։ Հայկական մի հայտնի կարճամետրաժ ֆիլմ կա, Հայաստանում ապրածները բոլորն էլ վստահաբար տեսել են, այստեղ էլ հաճախակի ցուցադրում են։ Ուրեմն այսպեսի խոսակցություն է գնում։ Ուրեմն դու ավտոյի տակ չես ընկել, այ մարդ ասում է բերանը թխերով բացի, հո ես հավ չեմ մաշինի տակ ընկնեմ։ Լավ ասում է ուրեմն չես ընկել, այ մարդ ասեցինք չէ էլի նյետ։ Միջև այստեղ մարդը վստահ է, որ չի ընկած, բայց իրեն նորից է ասում, ուրեմն չես ընկել, ասում է կարող անկել եմ։ Կարող անկել եմ։ Տեսնում եք, սատանայի ամեն գործը չեղած բանը համոզի, որ այդպես է։ Այսքան որ ասում են, ուրեմն այդքան կամ էլի։ Այստեղից է սկսվում վտանգավոր գործընթացը։ Հաճախ ասում են, գիտեք, գովում ենք, որ քաջալերենք։ Սա շատ սխալ մի բան է։ Ուզում ես քաջալերես, ասա Տերը քեզ օրհնի։ Բավարար է, որպեսզի Աստծո փառքին չդպչես։ Գովությունը վտանգավոր է նաև գովաբանելը, նաև փոքր հասակից երեխաներին, նայեք։ Երեխաները աճում են, մեծանում են, իրենց անձը ձևավորվում է։ Շատ կարևոր է, թե այդ անձը ինչպես պիտի ձևավորի, խոնարհությամբ թե հպարտությամբ։ Բայց եթե սկսեն գովել մեր երեխաներին, որ գիտես, մի հատիկ է երեխաս, ամբողջ դպրոցում մեկն է, ինչ խելացի տաղանդավոր։ Երեխան լսում է այս խոսքերը։ Եվ իր մեջ այդ հպարտությունը առաջանում է։ Մանավանդ ուրիշների ներկայությամբ եթե գովես, մատով ցույց են տալիս երեխայից։ Դասատուները իր արևով են երդվում։ Վերջացավ, եթե սրա արջևը չառնվի, այդ երեխան փառասեր մեկը կաճի։ Զգուշանանք, թե ինչպես ենք մեր զավակներին դաստիարակում եւ մեծացնում։ Հաճախ արդարացնում են այդ բան ասելով, որ գիտեք, այս անում ենք, որպեսզի մեր երեխայի self-esteem-ը կամ self-confidence-ը ինքնավստահություն իրենց տանք։ Երբ որ ինքնավստահություն ես տալիս, դրա հետ նաև տալիս ես հպարտություն։ Դրա փոխարեն տեսնում ես երեխայի հաջողությունները, ասա Աստված քեզ մեծապես օրհնի բալիկս։ Շարունակի այսպես եւ սովորեցրու երեխային իր ունեցած տաղանդների, առաջընթացի, հաջողությունների համար Աստծուն փառք տալ։ Ոմանք ասում են, փառք Աստծուն, պատիվը մարդուն։ Համաձայն եք այս ասածի հետ։ Հա? Դրա համար ոմանք քարոզում են այսպես են սկսում. Պատվարժան հայորդիներ։ Ով է պատվարժան։ Նրանք ովքեր որ Աստծո անվանը հայոյում են պատվարժան են, սա ինչ կեղծավորություն է։ Բագրված է, պատվի արժանացրեք, անգամ կրկնակի պատվի արժանացրեք։ Ինչ պատասխան տանք։ Սա չի նշանակում, որ մեկ րոպեվա մեջ 5 անգամ ասես բադվելի։ Սա նշանակում է, որ ի պաշտոնե այդ դրված անձին հարգես նրա խոսքը եւ խոնարհությամբ լսես այդ խոսքը, անգամ եթե այդ խոսքը հանդիմանական է քեզ համար։
որպեսզի այդ պաշտոնյայի գործը ինքը կատարի ոչ թե տրտմությամբ, այլ սիրով եւ ուրախությամբ կատարի։ Հայտնության 4:10 գրված է. Արժանի ես Տեր, փառքի ու պատվի։ Մարդն է արժանի, ոչ, փառքի ու պատվի եւ զորություն առնելու։ Ուրեմն ամեն փառքը, պատիվը, զորությունը, գոհությունը, երկրպագությունը միայն մեր Տեր Աստծուն կվայելեն։ Տեր Հիսուս հորը հետևյալ ասաց. Հայր, փառավորի ինձ այն փառքով, որ աշխարհի սկզբից առաջ ունեի։ Հայրը փառավորեց թե ոչ։ Փառավորեցի ու նորից պիտի փառավորեմ եւ իր աթոռը նստացրեց իր որդուն, որտեղ ինքն է արժանի ամեն փառքը առնելու։ Տեր Հիսուս փառքով երկինք մտավ։ Սաղմոս 24 այդպես է ներկայացնում, կարդանք։ Սաղմոս 24:7-9 համարները։ Ով դռներ գլուխնիդ վերցուցեք ու վերցուցեք ով հավիտենական դռներ, որպիսի փառած թագավորը մտնե։ Ով է այս փառած թագավորը, կարող ու հզոր Տերը, պատերազմի մեջ հզոր Տերը, ով դռներ գլուխնիդ վերցուցեք ու վերցուցեք ով հավիտենական դռներ, որպիսի փառած թագավորը մտնե։ Ով է այս փառած թագավորը, զորքերու Տերը, ինքն է փառած թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Եվ այդպես մտավ երկինք միլիոնավոր, բյուրավոր հրեշտակներ փառքով եւ պատվով դիմավորեցին մեծ թագավորին, որ գնաց թագավորություն առնելու եւ նորից ետ պիտի գա։ Մենք սերներ պարտավոր ենք Աստծո փառքը փնտրել մեր ամենայն կենցաղի մեջ, ամեն պարագաների մեջ, ապրենք, գործենք, ծառայենք, ինչ որ անենք, Աստծո փառքի համար անենք։ Գրված է, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր հայրը, որ երկնքում է։ Երբեք մի տրտնջա։ Աստծուն փառք տուր անգամ քո ցավերի, նեղությունների, տառապանքների մեջ։ Մի իրական դեպք պատահեց է այսպես։ Եղբայրներ մի եղբոր այցելության են գնում եւ այդ եղբայրը բավական առողջական ծանր վիճակի մեջ է, անկողնում գամված է։ Ասում են, եղբայր ջան, ինչպես ես։ Ասում է, փառք Աստծու, մեռնում եմ։ Եթե աշխարհի մարդկանց ասես, կասես, անինչ անմիտ խոսք է սա, չէ՞։ Բայց այս եղբայրի իմաստուն մեկն է, որտեվ թե ապրենք եւ թե մեռնենք, մենք Տիրոջն ենք։ Այս կյանքի մեջ սերներ մենք Աստծո փառքը պիտի փնտրենք, բայց տեսեք թե Աստված իր փառքը փնտրողների համար ինչ է պատրաստել։ Հայտնություն 3:21 համար։ Նա որ հաղթի, ով է հաղթողը։ Ով որ կհավատա, որ Հիսուսը Քրիստոսն է։ Ինչն է որ աշխարհին կհաղթի, եթե ոչ մեր հավատքն է, որ աշխարհին կհաղթի։ Ով որ հաղթի, իմ հետ իմ աթոռս պիտի նստի, Հիսուս է ասում։ Ինքը հոր աթոռը նստեց, մենք էլ մեր հավատքը պահելով, իր համար ապրելով, պիտի նստենք իր աթոռը, ինչպես ես էլ հաղթեցի եւ իմ հորս աթոռը նստեցի։ Հռոմեացիս 8:30 ասում է. նրանց որ նախապես սահմանեց, նաև կանչեց, որ կանչեց, արդարացրեց, հետո ինչ արավ, սրբացրեց, հետո փառավորեց։ Ապագայում կատարվող դեպքը արդեն անցյալում խոսված է, փառավորեց։ Հովհաննես առաքյալը թարական իր առաջի թղթում 3-րդ գլուխ եւ 2-րդ համար գրում է. Սերներ, հիմա մենք Աստծո որդիներ ենք։ Եվ տակավին հայտնի չէ ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբ նա հայտնվի, նրա պես պիտի լինենք, վասնզի նրան պիտի տեսնենք, ինչպես որ է։ Մեզ սերներ աներևակայելի սփրայզներ ակնկալներ է սպասում։ Իր պես պիտի լինենք, ինչպիսին է Տեր Հիսուս հիմա, փառքի մեջ է եւ փառավորյալ մարմնով է։ Մենք այդ փառավորյալ մարմինը պիտի հագնենք սիրելներ, որ հավիտյան մեր վրայից չպիտի ելնի։ Կատարյալ մարմին, միշտ երիտասարդ, Աստծո փառքով լեցուն, եւ այդ փառքի ներկայության մեջ պիտի ապրենք հավիտյանս հավիտենից։ Հռոմեացիս 8:18-ում խոսում է մասնավոր իրավիճակներով անցնող անձերի մասին։
Պողոս գրում է. Ես այսպես եմ նկատում, նկատել աշկի պոզով տեսնել չի։ Նկատել, այսինքն տրամաբանում եմ, լոջիկոս, թե այս ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի դիմաց, որ Աստված իր սիրողների համար պատրաստեց։ Եվ այն ժամանակվա չարչարանքները ինչ էր։ Քրիստոնեությունը կրակով էր անցնում։ Առյուծների գուբերն էին նետում քրիստոնյաներին, գլխատում էին, խաչում էին, տանջամահ էին անում։ Ասում է անգամ այդ ամենը ոչինչ են, եթե մենք համատենք այն փառքի հետ, որ մեզ պիտի հայտնվի։ Այսօր էլ սիրելիներ, կան այդպիսի եղբայրներ եւ քույրեր, ովքեր որ այլակրոն երկրներում բանտերի մեջ տարապում են, ամեն տեսակ չարչարանքների ենթարկվում են, միայն այն բանի համար, որին իրենք քրիստոնյա են, եւ Հիսուսի անունն են դավանում։ Իսկ մենք 21-րդ դարում ապրող փապկասեր եւ հեշտասեր հավատացյալներ, որ հաճախ միայն մարմնի ցանկությունների, զվարճությունների եւ հանգստության ետևից ենք, կարող ենք համեմատվել նրանց հետ։ Նրանց վարձքը եւ փառքը երկնքում շատ ավելին պիտի լինի։ Հռոմեացիս 8:17-ում ասում է. եթե Քրիստոսի չարչարանքներին կցորդ լինենք, joint, այսինքն մի մատով կպնենք էլի այդ չարչարանքներին, իր փառքին էլ հաղորդ պիտի լինենք։ Այս հաղորդ բառը բնագրային թարգմանությամբ ոչ թե միայն իմիջիալոց պիտի հաղորդվենք, այլ մասնակից պիտի լինենք։ Պատկերացրեք, գնացքը գնում է, տասնյակ վագոններ ունի իր հետևից կապած, այդ վագոնները կպած գնում են։ Կցորդ են եղել այդ գնացքին։ Քրիստոսի չարչարանքներին, Հիսուսի անվան համար քեզ անարգեցին, Աստծուն փառք տուր, երկինքդ վարձկուն ես, երկնքում մեջ։ Էլ չենք ասում այն չարչարանքները, որ այլակրոն երկրներում, լինի դա Չինաստան, Իրան, Իրաք, Ինդոնեզիա, շատ ու շատ երկրներում քրիստոնյաները ահավոր չարչարանքներ են քաշում։ Տեր Հիսուս սիրելիներ, ինչպես փառքով երկինք գնաց, այդ փառքով նորից պիտի գա եւ ամեն աշկ նրան պիտի տեսնի։ Ինչպես թե, բայց չէ որ հափշտակությունը պիտի լինի, ոչ մի աշկ չպիտի տեսնի, պիտի գնանք։ Այս ասվածը նրա երկրորդ գալստյան, երկրորդ բաժնի վերաբերյալ է։ Նախ պիտի տեղի ունենա հափշտակությունը անտեսանելի աշխարհի համար։ Աստված իր եկեղեցին երկրի վրայից պիտի վերցնի որպես Քրիստոսի հարսը։ 7 տարվա գառնուկի կոչունքից հետո այն ժամանակ Հիսուս իր եկեղեցու իր հարսի հետ միասին նաև միլիոնավոր հրեշտակների ուղեկցությամբ ամենայն փառքով եւ զորությամբ պիտի հաստատվի երկրի վրա եւ հազարամյա թագավորությունը պիտի դնի։ Աստվածապետական օրենքներով, երկաթյա գավազանով ամբողջ երկիր մոլորակը պիտի իշխի եւ բոլոր թագավորները նրա ծնկների առջև պիտի գան, պիտի իրենց գլուխը խոնարեն եւ պիտի դավանեն, որ դու ես միակ Տեր Տերած եւ թագավոր թագավորած։ Եվ այդ փառքին սիրելիս մենք մասնակից ենք։ Տեր Հիսուս, որքան մենք անարժան ենք, եւ ահա տեսեք, Աստծո ողորմությունը մեր հանդեպ մեզ մասնակից է դարձնում իր փառքին, մեզ մեղավորներիս, որովհետև այս ամենը տեղի ունեցավ Տեր Հիսուսի թանկագին արյան շնորհիվ, որովհետև մենք այդ արյունը ընդունեցինք, որ մեր մեղքերին թողություն եւ քավություն եղավ։ Աստված պատրաստեց, որ մենք այդ փառքին մասնակից լինենք։ Տերունական աղոթքի մեջ մենք ինչպես ենք ասում ենք քոնն է թագավորությունը, զորությունը էլ ինչ, եւ փառքը Հավիտյանս Հավիտենից։ Ուրեմն եթե քոնն է փառքը, Տեր Հիսուս, ուրեմն քեզ տանք այդ փառքը։
հասցեատիրոջը, նրան ում որ պատկանում է այդ փառքը, Սուրբ երրորդությանը տանք այդ փառքը մեր կյանքի բոլոր օրերի մեջ։ Ինչ որ անենք, Աստծո փառքի համար անենք։ Թե ուտենք, թե խմենք, ինչ որ անենք, Աստծո փառքը թող երևա։ Մենք քննենք, իրավիճակները քննենք, աստչոք մեր արածները, մեր գործածները Աստծո փառքի համար ծառայում են, թե դրանք թաքուն մեր սրտի մեջ, մեր փառքն են առաջացնում։ Տերը թող մեզ իմաստություն տա, որ իր փառքը փնտրենք միջև իր սուրբ գալուստը։ Նաև խոսք ուղենք բոլոր նրանց, ովքեր որ աստվածային այդ փառքին ընդհանրապես հաղորդ չեն։ Ասենք ձեզ հետևյալը, որ Աստված հրճակում է բոլորը մեղք գործեցին եւ Աստծո փառքից պակսած են, այդ փառքը չունեն ընդհանրապես։ Բոլոր մարդիկ ուզում ես այդ փառքին արժանանալ, այդ փառքին մասնակից լինել։ Փառքերի Տիրոջը պիտի ընդունես Հիսուս Քրիստոսին։ Ինչպես ընդունես, ապաշխարես։ Ընդունես, որ դու մեղավոր մեկն ես, եւ հավատաս, որ Հիսուս մեռելներից հարություն առավ, եւ Տեր Հիսուսին ընդունես որպես քո Տերդ եւ Փրկիչդ։ Եթե այս ամենը դու խոնարհությամբ, անկեղծ սրտով անես, Աստված քեզ իր հոգին պիտի շնորհի եւ դու Աստվածային գալիք փառքին հաղորդ եւ մասնակից պիտի լինես եւ քո կյանքդ ուրախությամբ պիտի լեցվի։ Թե հիմա, եթե հավիտյանս հավիտենից, Տեր օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին ամեն։ Եկեք միացեք մեր երկիր, Ալելույա մեր բարձրացնենք Տերոջ, եկեք սահմոսներով հարաբանեք Տեր Տերոջ, Պարքան Տերոջ գործերում, Պարքան Տերոջ հաղթության, Հորը որդուն և ոգում, Ինչ հրաշք մեծություն ես, ինչ բարավոր օրհնություն ես, քեզի նայեմ, քեզի հուսամ իմ Հիսուս, ինչ հրաշք մեծություն ես, ինչ բարավոր օրհնություն ես, քեզի նայեմ, քեզի հուսամ իմ Հիսուս, ցայնդ վերցուր, Տերը օրհն է, ցայնդ վերցուր, անոր օրհն է,
ցայնդ վերցուր իմ եղբայր եւ իմ քույր ցայնդ վերցուր Տերը օրհն է ցայնդ վերցուր անորորդն է ցայնդ վերցուր իմ եղբայր եւ իմ քույր Եկ միասին Դերը բաշտենք Եկ միասին Դերը քովենք Եկ միասին մտնենք անորը սրբարան Եկ միասին Դերը բաշտենք Եկ միասին Դերը քովենք Եկ միասին մտնենք անոր սրբարան Ցայնդ վերցուր Տերը օրհն է ցայնդ վերցուր անորորդն է ցայնդ վերցուր իմ եղբայր եւ իմ քույր ցայնդ վերցուր Տերը օրհն է ցայնդ վերցուր անորորդն է ցայնդ վերցուր իմ եղբայր եւ իմ քույր Ոչ հրաշք մեծություն ես ինչ փառավոր օրհնություն ես քեզի նայեմ քեզի հուսամ իմ Հիսուս Ոչ հրաշք մեծություն ես ինչ փառավոր օծություն ես քեզի նայեմ քեզի հուսամ իմ Հիսուս ցայնդ վերցուր Տերը օրհն է ցայնդ վերցուր անորորդն է ցայնդ վերցուր իմ եղբայր եւ իմ քույր ցայնդ վերցուր Տերը օրհն է ցայնդ վերցուր անորորդն է ցայնդ վերցուր իմ եղբայր եւ իմ քույր ցայնդ վերցուր իմ եղբայր եւ իմ քույր